Ձյան ծածկույթը դեռ պատճառ չէ գարնանային վարարումների համար վկայում են մասնագետները։ Փետրվարի 24-ից 26-ը արևը կբարձրացնի հյուսիսարևելյան գետերի ջրի մակարդակը, բայց ափերից չի հանի։ Հիմնական այդ հոսքագոյացման շրջաններում ձնածածկույթը կազմում է նորմայի 110-ից 120%, այսինքն ձնածածկույթով պայմանավորված գետերում գարնանային վարարումները սպասվում են նորմայի սահմաններում դրական շեղումով։ Որպեսզի գետերը վարարեն, պետք է ջերմաստիճանը կտրուկ բարձրանա եւ միաժամանակ տաք անձրևներ տեղան։ Առաջիկա 10 օրվա համար նման կանխատեսում չկա։ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամեն օր մոնիտորինգ է անում։ Հնարավոր վարարումների վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը կհասնի առնվազն 5 օր առաջ։ Ամեն դեպքում մարդիկ պետք է լավատեղյակ լինեն։ Գարնանային վարարումների դեպքում առաջին հերթին պարտադիր է անջատել տան հոսանքն ու գազը, բարձր տեղանքում գտնվել եւ չանցնել ջրային հոսքի միջով։ 15 սանտիմետր եւ բարձր հոսքերի միջով դա արդեն վտանգ է, չփորձեն անցնել։ 50 սանտիմետր արդեն մեքենաներն էլ շատ դժվարությամբ կանցնեն, այնպես որ չփորձեն նման բաներ ավելի բարձր դիրքում սպասեն արդեն փրկարստորաբաժանումների ժամանմանը։ Փոխգնդապետ Արմեն Դաշյանը զգուշացնում է նաև, որ հեղեղների դեպքում տուն մտնելուց առաջ անհրաժեշտ է վստահ լինել, որ ջրերը չեն լվացել տան հիմքերը։ Լիանա Կարապետյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։